Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ուժերը հիմա մեղավորներ են փնտրում արտաքին քաղաքական կուրսի համար պատասխանատվությունը բարթելով երկրորդ նախագահի վրա։ Այդ ինչպես ստացվեց, որ Ղարաբաղյան խնդիրը հայտնվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կիզակետում։ Դեռ ավելին, փաստացի վտանգված են ազատագրված տարածքները, եւ եթե նախկինում խոսում էին 3-4 շրջանի մասին, հիմա հարևան Թուրքիան բարձրաձայնում է 7 շրջանի մասին հետևյալ կերպ. սահմանը կբացվի այն բանից հետո, երբ հայկական զորքերը դուրս կբերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից։ Ինչու եք զարմանում օկուպացված բառի վրա։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք էր, որ արտգործնախարարը ինքը այն ժամանակ ազգային ժողովի ամբիոնից հնչեցրեց օկուպացված տարածքներ բառը։ Հիմա ինչու ենք ուրիշից պահանջում այդ կերպ չարտահայտվել, ասում է ազգային ժողովի նախկին падգամավոր Մյասնիկ Մալխասյանը։ Միակ падգամավորն եմ եղել, որին ահազանգել եմ եւ Օսկանյանին նախազգուշացրել եմ այդ վտանգավոր զարգացումների մասին։ Այս բոլոր բարդությունները սկսվել են դեռ նախորդ իշխանությունների օրոք են սկսվել եւ այսօր դրանք գնում են վտանգավոր հանգուցալուծման։ Ղարաբաղյան հարցում եւ ոչ միայն հայկական կողմն արդեն տանուլ է տվել եւ եթե զիջումների մասին սկսեն ավելի հաճախ եւ ռեալ խոսել, դա կնշանակի, որ Սերժ Սարգսյանը արտաքին աշխարհից է ստացել այսպես ասած լեգիտիմ նախագահի թագը, մեկնաբանում է Գուրգեն Եղիազարյանը։ Նույն կարծիքն ունի նաեւ Մյասնիկ Մալխասյանը։ Երկրի ներսում չունենալով լեգիտիմություն, իրենք արտաքին աշխարհում իրենց լեգիտիմությունը լրացնում են ենթարկվելով այդ ճնշումներին, նրանք գնում են այդ զիջումների, որպեսզի կարողանան ներսում ճնշել իրենց սեփական ժողովրդին եւ պահեն իրենց իշխանությունը։ Անշուշտ նրանք գնում են այդ տարածքների հանձնանը։ Պարտվել են արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաեւ ներքին քաղաքականության մեջ։ Ներսում ունենք տնտեսություն, դրսում ունենք լրիվ պարտված դիվանագիտական քաղաքականություն։ Ադրբեջանի սահմանների անխախտելիությունը իշխանությունները ճանաչել են վերջին զարգացումներից հետո նման եզրահանգման է եկել Գուրգեն Եղիազարյանը։ Նրա կարծիքով հիմա արդեն ոչ թե 7 շրջանների մասին ենք մտածելու, այլ նաև Զանգեզուրի։ Ալիևը նախագահ խոսում է Զանգեզուրի մասին։ Այսօր արդեն այդ հարցերը իրանց համար լուծված է, մնացել է Զանգեզուրի հարցը լուծեն։ Այսօր դրա մասն է խոսքը։ Եվ եթե ինձ հարցնեք, թե որն է սրա ելքը, մեկ ժամ առաջ այս իշխանություններից ազատվելը։ Հակառակ դեպքում ամեն ինչ տանուլ տված է։ Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը, այս հարցը թուրքական տրամաբանությամբ հայաստանյան ներքաղաքական կյանքում եւս սկսում են կապել Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ։ Մասնավորապես այն դեպքում, երբ Էրդողանը եւս ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ, նշելով, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում եւս գոյություն ունեն ողջամիտ ժամկետներ։ Եվ ուրեմն սահմանը կբացվի, եթե լուծվի Ղարաբաղյան կոնֆլիկտը երկուսն էլ ողջամիտ ժամկետներում։ Սա ամենահոռետեսական կանխատեսումն է Հայաստանի արտաքին քաղաքական ապագա զարգացումների վերաբերյալ։ Որոշ քաղաքագետներ էլ խորհուրդ են տալիս սպասել մինչև ապրիլի 24-ը։ Այդ օրվա նախաշեմին ինչ-որ բեկում կարձանագրվի, բայց թե ում օգտին ցույց կտա ժամանակը։ Արմենի Վարդանյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Երևան։